Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարում է, բազմազավակ ընտանիքների համար մշակել են կարևոր ծրագրեր։ Կուսակիցների խոսքով այսօր շատ մարզերի հեռավոր բնակավայրերում բացակայում են մանկապարտեզները, դեղատները, հասարակական տրանսպորտը։ Ասում են, մարզպետարանների գործառույթները փոխելու են, դրանք դարձնելով ոչ թե վերահսկող մարմիններ, այլ դրանք լինելու են համայնքների զարգացման կենտրոններ։ Միասնության թևեր կուսակցության ծրագրի համաձայն բարձրագույն կրթությունը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար լինելու է անվճար։ Մենք բազմազավակ ընտանիքների համար մշակել ենք կարևորագույն ծրագրեր։ Դրանցից մեկը ես նշեմ։ Այն պահից սկսած, երբ ընտանիքում ծնվում է 4-րդ բալիկը, պետությունը պետք է գա կանգնի այդ ընտանիքի կողքին եւ մարզում բնակարան հանձնի, տուն հանձնի այդ մարդուն։ Ու այդպես շարունակ ամեն երեխային, 5-րդ երեխա, եւս մեկը, 6-րդը, եւս մեկը։ Նորից էլի հարցնում ենք, ինչու այդպես եւ այդ արդյոք մենք կարող ենք դա մեզ թույլ տալ։ Իսկ ես հարց եմ տալիս, կարող ենք արդյոք նման բան մեզ թույլ չտալ, եթե 2050 թվականին, երբ այս իշխանությունը 5 միլիոն բնակչություն էր խոստանում, 2050 թվականին մեր 65 տարի եւ ավելի տարիք ունեցող մարդկանց թիվը շուրջ 25% է լինելու։ Եթե դուք դրանից էլ հանում եք երեխաներին, հաշմանդամություն անձանց, ովքեր անգործունակություն ունեն եւ այլն անաշխատունակություն, հələ տեսեք աշխատող հատվածի վրա ինչքան մեծ բեռ է ընկնում երկիրը պահելու համար։